Դիլանի ու Սոնայի ողբերգական սիրո պատմությունը Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի բեմում։ Հրանտ Մաթևոսյանի այս կանաչ կարմիր աշխարհը կինովիպակի բեմադրությունը երիտասարդ դերասանները հանդիսատեսի դատին կհանձնեն փետրվարի 14-ին և 15-ին։ Ներկայացման և բեմանկարչության հեղինակը Տաթևիկ Մելքոնյանն է։ Սա շատ լավ առիթ էր, որովհետև Հրանտ Մաթևոսյանն միշտ եմ սիրել։ Պարզապես Երևանի քաղաքապետարանի կողմից դրամաշնորհ հայտարարվեց եւ մենք այն ստացանք եւ դա դարձավ առիթ բեմադրելու Հրանտ Մաթևոսյանի այս կանաչ կարմիր աշխարհը։ Մեր թատրոնը հայտնի է նաեւ նրանով, որ երիտասարդները ձգտում են գալ այստեղ եւ կարողանում են կայանալ այս թատրոնում։ Դա կարևոր կողմերից մեկն է մեր թատրոնի։ Բեմում Տաթևիկ Մելքոնյանի և Ռուբեն Բաբայանի ուսանողներն են, անփորձ չեն, բայց այս ներկայացումը հնարավորություն է մեծ բեմում դրսևորելու դերասանական հմտությունները։ Եթե փորձառու դերասանին ես խնդիրը տալիս եմ եւ չեմ բացատրում, թե դա ինչպես պիտի արվի, այստեղ երբեմն նաեւ բացատրում ենք ու դա նորմալ process է, քանի որ իրենք առաջին քայլերն է, իրենց պետք է այդպես էլ ընթանա աշխատանքը։ Սոնայի դերը բաժին է հասել Զոյի Սահակյանին։ Բարդ ու պատասխանատու այս կերպարում երիտասարդ դերասանուհին մի քիչ հուզվում է, մի քիչ էլ լարվում, բայց թատրոնի և կինոյի ինստիտուտում ստացած գիտելիքները համադրելով բեմադրիչի առաջադրած խնդիրների հետ կարողացել է ներկայացնել Սոնայի բնավորության գծերը։ Առաջին անգամ է, որ պրոֆեսիոնալ թատրոնի բեմում եմ, փորձերը հրաշալի են ընթանում։ Փոքրիկ աղջկա մասին է, ում մեջ առաջին անգամ են այդ սիրային առաջին թրթիռը զգացողությունները, ավելի վայրի։ Հետո ինչ է լինում ձեր կերպարի հետ։ Հետո չեմ կարող փակագծերը բացել։ Սոնան լողանում էր զգույշ ու վախվորած այն պատճառով։ Մյուս գլխավոր հերոսի Դիլանի կերպարում Գարիկ Առաքելյանն է, երիտասարդ դերասանը ի տարբերություն խաղընկերուհու բացում է փակագծերը։ Ըստ ստեղծագործության Դիլանը տարիքով տղամարդ է, բայց ռեժիսորը այստեղ ուրիշ կողմից է բացում կերպարին եւ ցույց է տալիս երիտասարդ տարիքը եւ ավելի շատ խոսվում է նրա մասին, որ եթե երկու մարդիկ, ովքեր իրար սիրում են, աղջիկ ու տղա, իրար չհաստեն ու ովքեր որ իսկապես իրար սիրում են, հաստատ կյանքը ընթանալու է ապակու ետևում, ինչպես որ ներկայացման մեջ ասվում է Դիլանի կողմից։ Վերջին փորձերն են առաջնախաղից առաջ, ստեղծագործական կազմը վստահ է, հանդիսատեսին դուր կգա խաղացանկային այս նոր ներկայացումը։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։